Արմավիա ընկերությունը Հայաստանի ավիափոխադրողը այսօր Հայաստան բերվեց CRJ200LR մագնիշի նոր ինքնաթիռ, որը ձեռք է բերվել գերմանական Lufthansa CityLine ընկերությունից։ Գերմանիայի Քյոլն քաղաքից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի Զվարթնոց օդանավակայանում։ Զվարթնոցում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն օծվեց ջրով եւ իր առաջին պտույտը կատարեց օդանավակայանի թռիչքուղով։ Այնուհետև հյուրերն ու լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալ ինքնաթիռի հարմարություններին։ CRJ200LR ինքնաթիռն արտադրվել է Կանադայում։ Նախատեսված է 50 ուղևորի համար եւ այսուհետ կծառայի ազգային փոխադրողին Երևանից նոր ուղղություններով չվերթներ իրականացնելու համար։ Իսկ նոր գնված ինքնաթիռը թռչելու է հիմնականում եվրոպական քաղաքներ, նաեւ Դուբայ։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Արմավիա ընկերության սեփականատեր Միխայել Բաղդասարովը, Արմավիայի ավիապարկում սա 11-րդ ինքնաթիռն է, որը նախատեսված է միջտարածքային չվերթների համար։ Мы его берем для того, чтобы новые рейсы, где мало народу, использовать его. Очень комфортабельный, пассажирам нравится. Очень много мне сказали положительного об этом самолете. Поэтому я думаю, что этот самолет пополнит парк Армавия и будет 11-м в его списке. Բաղդասարովը նաև տեղեկացրեց, որ ընկերությունը շարունակում է իր բարի ավանդույթը նոր ինքնաթիռներն անվանակոչելով աշխարհահռչակ հայերի անուններով։ Այս անգամ այն կրելու է հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի անունը։ Ինքնաթիռի ժամանմանը ներկա էր նաև Մարտիրոս Սարյանի թոռնուհին Սոֆա Սարյանը, որին ինքնաթիռի անվանակոչման կապակցությամբ Բաղդասարովը շնորհեց հավաստագիր։ Մարտիրոս Սարյանի անունով կոչված այս ինքնաթիռը շատ սիմվոլիկ օր եկավ Հայաստան, քանի որ 3 նրա մահվան օրներ 5 մայիսի եւ 40 տարի առաջ նա վախճանվեց, 40 տարի հետո փաստորեն իր անունը այսպես սավառնեց երկինք, շատ սիմվոլիկ եմ համարում դա։ Տեղեկացնենք, որ ավիապարկի 12-րդ ինքնաթիռը Հայաստան է ժամանելու 1-1.5 ամսից։ Բաղդասարովի տեղեկացմամբ երկրորդ Սուխոյ Սուպերջեթ 100-ը Հայաստան կբերվի այս տարվա հունիսին, եւս 3-ը առաջիկա 2 տարիների ընթացքում։ Այսպիսով Հայաստանի ճախրոտ գույներին ավելացավ եւս մեկը։ Անի Մարկոսյան, Հովիկ Գրիգորյան, Սլա KM։